Օգոստոսի 6-ին տեղի ունեցավ Կապանի տարածաշրջանի Շիկահող գյուղի Սուրբ Ստեփանոս նախավկա եկեղեցու բացման եւ վերահոսման արարողությունը։ Այն ի կատարածեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանի եւ Կապանի հոգեվոր հովիվ Տեր Վահան Քահանա Հեբոյանի մասնակցությամբ։ Այսօր գոհություն եւ փառք ենք բարձրացնում Բարձրյալն Աստված, որ Տերը արժանացրեց, որ մենք տեսնենք Աստուծո տունը մոխիրներից վերհառնած, դարձած գեղեցիկ հզոր մի կառույց, որտեղ որ պետք է Աստված բնակվի եւ մեր զավակները օրհնություն ստանալով, մեղքերի թողություն, մկրտություն եւ մյուս խորհուրդները ստանալով պետք է վերադառնան իրենց օջախները։ Այս եկեղեցին 1-2 տարի առաջ տեսնում էինք ավերակ, քանդված, փլատակների վերածված, բայց փառք Աստծո, կամքով Աստուծո այսօր օծվեց եւ դարձավ Աստուծո համար բնակատեղի։ Այդ սուրբ գործը մի որոշ նվիրյալներ թե արտասահմանից, թե Հայաստանից գալով Հայաստան ի կատար ածեցին։ Ես իմ շնորհակալությունը պետք է հայտնեմ երկիր եւ մշակույթ կազմակերպությանը։ Սա առաջին եկեղեցին չէ, որ իրենք վեր են հառնում մոխիրներից։ Ես եկել եմ, տեսել եմ իրենց աշխատանքը, տեսել եմ իրենց նվիրվածությունը, որ անշահախնդիր, առանց որևիցե ակնկալիքի, իրենք երիտասարդ ծեր, ամենածեր մեր հավատացյալները այստեղ կանգնած են, Տիկին Հիլդան եւ իր ամուսինը, ես տեսնում եմ հազիվ քայլում են այս մարդիկ, բայց առաջին քարը իրենք էին դնում եկեղեցում։ Եվ կային ավելի երիտասարդներ։ Իրենք այս սուրբ գործը արել են, իրենք իրենց մեծությամբ ապացուցել են, որ այս գյուղը, այս համայնքը պետք է ապրի, Աստուծո շնչի ներքո պետք է ապրի։ Այսօր այս դպրոցում, այս գյուղի կա 11 երեխա, բայց մենք վստահ ենք, որ Աստված այս եկեղեցու օրհնությամբ պետք է այս գյուղը լցնի մանուկներով։ Այսօր Հայաստան աշխարհում, Սյունյաց աշխարհի մի հեռավոր գողտրիկ վայրում վեր է խոյացել այս գեղեցիկ Սուրբի անունը կրողը եկեղեցին։ Պետք է ասել, որ 4 դար առաջ էր վեր խոյացել եւ այսօր վերահոսումը կատարեցինք այս հոյակապ, աստվածակատար, հաճոյակատար Սուրբ եկեղեցու օծումը։ Եվ մեզ համար մեծ հոգեկան ուրախություն է, հրճվանք է, ինչի համար ցանկանալով մեր երախտագիտությունը, շնորհակալությունը հայտնել ամենքիդ եւ շնորհավորել այս գեղեցիկ արարության կապակցությամբ։ Շնորհավորել ամենքիդ, թե հավաքաբար եւ թե մասնավորաբար։ Եկեղեցու վերականգնումն ու բարեկարգումը սկսվել է 2 տարի առաջ Երկիր եւ մշակույթ կազմակերպության շնորհիվ։ Քանի տարի ի վեր որոշած ենք նաեւ այս շրջանի մեջ աշխատել ոչ միայն նախկին երկրաշարժային շրջանի մեջ ուրուսկսանք, երբ որ Հայաստանի դռները բացվեցան Սպիտակի շրջանի մեջ էինք, բայց նաեւ Գալսյունիք եւ միջև հարավները Եղվարդի մեջ դարիներով աշխատեցանք, նույնիսկ Բեղենո նորավանքի վրա դարիմը աշխատող եղավ, անգևերջը աշխատեցանք նաև դարիների ի վեր եւ ասիկա պիտի շարունակվի Բեխի դանցապարախ անաբադը եւ հիմա Մեղրի մեջ եկեղեցի նորոգելու սկսած ենք եւ այսպես պիտի շարունակենք եւ Շիկահող նույն շրջանի մեջ է եւ բնականաբար այդ հետաքրքրությունն է ամենաառաջ, որ ուսմես հոսպերավ։ Երկրորդ անշուշտ այստեղ բարեկամներ ունենք, որոնց հայրենասիրությունը կգնահատենք, որոնք մեզի ցուցմունքներ ալգուդան։ Եվ ուսանողներ եղած են, որ այստեղ պետք է երթալ, որտեղ այստեղ կացող չի գա։ Կամ այստեղ ժողովուրդ մգա, որ կապված է իր հողին եւ գուզե ունենալ այդ հայրենասիրությունը ապրեցնելու համար պատկան գործիքները։ Պատկան գործիքները երբ որ գսեմ, այլևս ինչպես ասեմ, եթե նյութ հասարակական գտնի վրա տնենք, դպրոց պետք է, աշխատանք պետք է, եկեղեցի պետք է։
եկեղեցին ալ մարդս կավրեցնե թե մագնաբես եւ թե մանավանդ բարույաբես իսկ մեր ասկը իր առանց իր եկեղեցու չաբրիր ասիկ կանի մբաճարներ որոնք մեզ վերածեն միջև այստեղ եւ միջև զորօրինակ շիգահող հիմա գրնակսել թե շենքեր կան հուշարձաններ կան որ բադմական կամ հնագիտական դեսագետան արժեքներ գունենան իրար մեդարբեր արժեքներ այստեղ այդպիսի նկատողություն չէ եղած եւ եկած ենք ոչ թե այս շենքին համար իմաստնավորի բայց այս ժողովրդին համար Ցանկացած պատմական հուշարձան վերականգնելիս նախ եւ առաջ պետք է մտածել նրան նախկին տեսքը պահպանելու մասին, ասում է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը։ Ինքը որպես ճարտարապետական կառույց միանավ բազիլիկ տաճարը, որը բնորոշ է շատ վաղ միջնադարին, բայց ցավոք սրտի այն վաղ միջնադարից ինչ որ ինքը եղել է Սուրբ Ստեփանոս նախավկայի եկեղեցին, նրանից գրեթե ոչինչ չի պահպանվել։ Ավելի շատ պատմությունը եւ խաչքարերն ու արձանագրություններն են պահպանվել, որը վկայում են շատ ավելի վաղ լինելու մասին։ Նաեւ կան պատմական տեղեկություններ Ստեփանոս Օրբելյանի մոտ եւ այլն եւ այլն։ Բայց այն կառույցը, որ այսօր կա գոյություն ունի, որը մենք վերականգնեցինք, դա 16-րդ դարի վերջի, 17-րդ դարի սկզբի ճարտարապետական ժողովրդական մոտեցմամբ ճարտարապետական մի կառույց է։ Կառուցված կոպիտ բազալտյա քարերով, կոպտատաշ քարերով, կրաշաղախով եւ այլն, ինքը շատ անմխիթար վիճակում էր, խորհրդային տարիներում բազմիցս տարբեր այլ նպատակների օգտագործվել է, որը չի ծառայել բուն իր նպատակին, պահեստ, չգիտես եւ այլն, գիտեք, ու չի խնամվել երբեք, քանդվել էին տանիքը, թաղերը, տանիքի վրա բազմաթիվ ծառեր էին աճել, որը արմատները վնասում են եւ այլն։ Մենք Առիթ ընձեռվեց, որ վերականգնենք երկիր մշակույթ կազմակերպության ջանքերով, միջոցներով եւ այլն, նաեւ ինչու՞ չէ կամավորների մասնակցությամբ, ամենագլխավոր պատճառը, որ ինքը շատ նշանավոր այդ տեսակի մեջ ինքը ճարտարապետական կարևորագույն կառույց է։ Սյունիքին շատ բնորոշ, նաեւ Մելիք Նուբարյանների գյուղն է։ Իսկ այդ Նուբար Փաշայի պապերի ծննդավայրը մեզ համար պատիվ է, որ որից է բան անել է։ Հիմնական սա տարածքը 2 տարի մոտավորապես պեղումներ իրականացրինք, հայտնաբերեցինք իշկա-չկա, գետնիտակից բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքներ, հիմքերի ուսումնասիրություն, պատերի, նախագիծ եւ ուզում եմ տեղյակ լինեք, որ հուշարձանը ինքը գրանցված հանրապետական նշանակության հուշարձան է, այսինքն մենք առանց կառավարության մշակույթի նախարարության իրավունք չունենք։ Բոլոր փաստաթղթերն իրանց հետ արվել, նախագծերը քննարկվել են գիտամեթոդական խորհուրդներում եւ այլն։ Փառք Աստծո 2 տարի էլ սկսեցինք շինարարությունը եւ այսօր ինչպես տեսնում եք հասանք ավարտին։ Եկեղեցու վերականգնման աշխատանքներին աջակցել են կամավորներ, առանձին անհատներ։ Եղվայթի եկեղեցի 4 տարի տևավ եւ շատ լավ աշխատանք էր, ոչինչով սկսավ, շատ քիչ էր։ Նույնպես շիկահողը այս գյուղական եկեղեցիները մոռացված են, հին են, կարևոր են, եկեղեցին որ վերջապես որ մեր հողը, մեր երկիրն է պահում։ Գյուղացիները կամած գրում են, ինչ փաստ է, որ այս հողը մերն է, այս երկիրը մերն է։ Եկեղեցին է, չէ՞, ուրեմն կարևոր է, որտեղ որ հին եկեղեցին կա, պետք է նորոգվեն եւ պետք է կայնեն որպես փաստ, եւ դա մեր հավատքը, որ որպես փաստ եւ այլևս անշուշտ գյուղացիները հոգնանք, որ այո, դուք կարևոր եք, դուք որ կապեք հողի վրա, կարևոր եք, դուք եք մեր երկիրը պահում եւ մենք ուզենք ցույց տանք իրենց, որ մենք ձեզ հարգում ենք, կգանք ձեզ հետ կաշխատենք եւ պետք է նորոգենք այս եկեղեցին անշուշտ ինչու՞ չէ։ Նախքան շինարարությունը սկսել է, տարածքում նաեւ պեղումներ են իրականացվել։ Մենք ներկայացրեցինք մի քանի եկեղեցիներ, նախընտրությունը տրվեց Շիկահողին, որտեղ համեմատաբար քիչ թե շատ մեծ գյուղ էր, եկեղեցին բավականին մեծ հետաքրքրություն ներկայացնող հուշարձան էր, ընտրվեց Շիկահողը։ Առայժմ չեմ ուզում բարձրաձայնել, որտեղ դեռ վերջնական որոշված չէ, որը կլինի հաջորդը, բայց Կապանի տարածաշրջանում հաստատ այն շարունակություն կունենա։ Մինչև ասենք նախագիծ նախահաշիվը կազմելը, որի ճարտարապետը գիտեք մեր շատ հարգարժան Ստեփան Նալբանդյանն է, իրականացվեցի պեղումներ, որի հիման վրա նոր կազմեց նախագիծ նախահաշիվը։ Պեղումների ընթացքում տանիքից մի հետաքրքիր 17-րդ դարով թվագրվող դաշույն գտնվեց, տարածքից բավականին մանր խաչքարեր, խաչքարերի բեկորներ, որոնք բոլորը դասավորված են այստեղ։ Հողի շերտ թերասներից բավականին հողով ծածկված տապանակարեր բացվեցին, բարեկարգ
կազմակերպվեց եւ բարերարներից պարոն Հայկ Մանջիկյանի ցանկություններ նաեւ իր անձնական ֆինանսավորումը, որ նաեւ այս փոքրիկ արահետը բարեկարգվի, որով գյուղի երեխաները դպրոց են հաճախում։ Երկիր եւ մշակույթ կազմակերպությունն առայժմ Սյունիքում է եւ ավարտին կհասցնի ընթացքի մեջ գտնվող աշխատանքները։ Քանի դարի դիդվե մեղրիի գործատաշտը այնտեղ եկեղեցին բավական մեծ է, Սուրբ Հովհաննես եկեղեցին եւ բավական վնասված, հետեւաբար քանի դարի այնտեղ պիտի աշխատենք վստահաբար։ Գինը որ այսօր շրջաններում շատ ուրիշ վայրեր կան, նույնիսկ շեգողքի մոդերը ավերակ եկեղեցի մը գարչևն անցանք անգամը, ուրեմն աշխատանք շատ կա ամենտեղ։ Միմիայն թե քանի մդավյալներ պետք է իրարու հետ ինչպես ասեմ համընկնին չի բավեր հուշարձամ վերականգնել գարժե, որտեղ մեր պատմության համար ադիգա կարևոր է եւ բարդականություն մնա ծառայել մեր ժառանգի բրգության, բայց պետք է նաեւ որ մարդիկ լան, որ ոչ միայն ատկի օգտվին, բայց կարողանան հոգ տանել։ Այսինքն ուր որ ապրուն հայմանք կա, պիտի ասեմ որոշ նախընտրություն այդտեղ գտնի եւ մենք պիտի երթանք նախընտրաբար այդտեղ բացի շատ ինչպես ասեմ բացառիկ բարականները ուր այսինչ տեղը կամ այնինչ տեղը գտնվի այսինչ շատ կարևոր հուշարձանը որոնաբար անպայման պետք է հոգ տանել եւ ադիգա այլևս կախված է թե մեր միջոցները գներեն կամ չեն դրեր այդպիսի աշխատանքի մը ձեռնարկու դառնալ բնականաբար օրինակի համար ծրագիր ունենք Արցախի մեջ այնքան հեռու այստեղ են Մոխրենիսի օխտը դրնի վանկը բրգելու, որ իսկապես գարժե բրգել, թեև ինքանդարի մեջ լրան վրա գանքնած է, վարակյող մգա անշուշտ, և օրինակները մեկն է։ Եվ դարվեդարի անշուշտ, երբ որ մեկ ձրակիր լրանա, ուրիշ ձրակիր մը գսկսինք աշխատիլ, Գորիսի մեջ անընդացիկ ձրակիր մգա, որ չէ վերջացած, բայց իրականության մեջ անոնք մաս կգազմեն շատ ավելի ընդարձակ դեսություններու, որոնց միջոցները մենք անցամ չունենք, բայց եթե յուրաքանչյուր գազմագերբություն կամ անց նույնիսկ իր լումանդա կարելի է համատրաբար գեղեցիկ հաջողություններու հասնել։ Ինչևէ եւս մեկ եկեղեցի վերհառնեց Մոխրից, իսկ շիկահողցիները մոմ վառելու եւ Աստծո հետ հաղորդակցվելու համար ստիպված չեն լինի հեռու գնալ։ Օգոստոսի 7-ին World Vision Հայաստան բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան համայնքում կազմակերպվեց եւ անցկացվեց հյուրասիրում են սյունեցիները խորագրով ազնվամորու փառատոն։ Մասնակցում էին Կապանի եւ Սիսիանի տարածաշրջանի շահառու համայնքներ, որոնք ներկայացել էին եւ վաճառքի եւ հյուրասիրության համար նախատեսված սեղաններով։ Բացի ազնվամորուց մասնակիցները ներկայացրել էին հատապտղից պատրաստված հայկական ավանդական ուտեստներ ու խմիչքներ։ Նրանց բոլորին էլ դուր եկավ փառատոնը։ Առաջ անգամ որ մասնակցում եմ այս փառատոնին եւ տալիս այնց ինչա՞տ բարիկներ, եկամուտ, մալինայից պատրաստում ենք սոկեր, սկանֆիճուր, մուրաբաներ եւ վաճառքի։ Մենք առայժմ նոր խումբ ենք, որ ստեղծում ենք, մենք ունենք ընդհանրապես բնություն մալինայի վայրի տեսակով այդպես աճեցրել ենք։ Իսկ հիմա արդեն World Vision-ի կազմակերպության աջակցությամբ մենք ստեղծում ենք այնպիսի սորտեր, Աշոտավանի հետ համագործակցելու ենք, այս տարի, անցյալ տարի իրանք մեզ օգնել են, դրել ենք նոր սորտեր։ Հիմա մենք կդնենք իրանց, կգնենք իհարկե արդեն, որպես բիզնեսի միջոց, կգնենք իրենցից այս լավ սորտերից ու կտեղադրենք, արդեն մեր խումբը առայժմ 6 հոգուց է կազմված, բայց երևի 10 հոգի կհասցնենք, առայժմ այս 6-ով լավ համագործակցում ենք մենք, կարևորը, որ ամեն ինչ մեր ձեռքերով է հիմա արված, պատրաստված, հավաքել ենք, նույն հավաքչությամբ ենք զբաղվում, բույսերի հիմնականում ու մալինան էլ արդեն հաջորդ տարվանից մենք ավելի շատ սորտեր կունենանք։ Հիմնականում մենք ունենք մանր վայրի սորտը, որ շատ համով է, շատ, որ կարելի է ուղղակի ուտել առանց քաղցրի։ Իսկ այս սրանք իրանք տեսքով շատ լավն են, բայց թթվայնությունը ունեն, վիտամինների շատությունը զգացվում է։ Հիմա մենք այստեղ ունենք մալինայից պատրաստված տարբեր բաներ, որ եթե դուք նայեք, այնտեղ լավաշաները, չորացրած մալինա, ջեմերը, կոնֆիտյուրները, այդպես տարբեր ամեն
քիչ պատրաստել ենք մալինայով, նույնիսկ պատրաստել ենք հացիկներ, բանով աղացած ծորենով որ լինում է։ Ու մալինայով ձեր սրանք բոլորը ամեն ինչ իրանց մեջ մալինա ունեն հիմա, քանի որ մալինայի փառատոնը այդպես ենք որոշել։ Վաճառքի մնացած տաղավարներում մեր հյուրասիրությունը հիմնականում ազնվամորուց պատրաստված հյութեր են, խմորեղենները, չրեղենը նույնը մենք ենք պատրաստել, տնական գաթաներ։ Ինչ տեսնում եք սեղանին հիմնականում ազնվամորուց է եւ այս խմբի ձեռքի աշխատանքն է։ Մենք այդ գործով զբաղվում ենք արդեն տարիներ։ Ուղղակի արդեն սա մեծ ճանաչում է գտել ու մենք շատ ուրախ ենք զբաղվում ենք։ Մեծացնում ենք տարածաշրջանը, տարածքը, ինչ ասեմ։ Երևի թե հետո կզբաղվենք բիզնեսով։ Այս ծրագիրը հույսի լույսի ծրագիր դարձավ մեր համայնքի համար, որովհետև ոչ մեկը մինչև աշխատանք չունենք, բոլորը գործարանի բանվորներ էին, հողատարածքը շատ քիչ է։ Եվ դրա համար ավելի քիչ տարածքից շատ եկամուտ ենք ստանում։ Դրա համար մալինայի մշակությամբ ենք զբաղվում։ Խումբը ստեղծվել է 15 թվականի աշնանը, սեմինարների միջոցով ավելի են կատարելագործվել եւ հիմա տեսնում ենք արդյունքը։ Անցած տարվանից որոշել ենք ու խումբը կազմել ենք եւ աճեցնում ենք։ Ճիշտ է, այս տարի այդքան շատ չունեինք, մի երկու հոգի որ շատ ունեին բերքը, բայց հուսով ենք, որ անպայման լավ բերք կստանանք։ Եվ այսօր մենք ներկայացել ենք փառատոնին մալինայից պատրաստված 13 տեսականիով։ Ամենակարևորն այն է, որ մենք աճեցրել ենք օրգանական սնունդ, ասում են փառատոնի մասնակիցները։ Հիմնականում Սիսիանի տարածաշրջանում ոչ բոլոր գյուղերը, բայց կան գյուղեր, որոնք արտադրում են մալինան օրգանական պարարտանյութով։ Քիմիական ոչ մի, ասենք, պարարտանյութեր չի օգտագործվում։ Դա ամենաառաջինը մեր երեխեքի առողջությունն է, ժողովրդի առողջությունը։ Բուժիր ինքդ քեզ։ Առաջին բժիշկը դու ինքդ ես։ Իհարկե ազնվամորին վաղուց է մեզ մոտ մշակում ենք, բայց դրա, ասենք, օրգանական տեսակներ էլի մեզ անհայտ, ու մենք այդ դասընթացների մասնակցելով կարողացանք ստանալ ճիշտ օրգանական ազնվամորի։ Եվ դրա նշանակությունը հատկապես քաղցկեղածին բջիջները կանխում է, դրա վերացումը, ինչպես նաև բուժումը, ունի կանխարգելիչ հատկություն, փորլուծության դեպքում ջերմ իջեցնող է, որը որ ասենք մենք մեր գյուղական պայմաններում դա անհրաժեշտություն է։ Եվ շնորհակալ ենք այս փառատոնը կազմակերպողներից, որովհետև մենք կարողացանք ցուցադրել մեր ունեցվածք, հնարավորություն էր դա մեզ Երևանում մեր ունեցվածքը ցուցադրելու եւ տարեց տարի ավելի կկատարելագործվենք դրա մշակության, ինչու՞ չէ նաև իրացման մեջ։ Մենք նոր կոմպոստ ենք արտադրում, արդեն մենք կունենանք մեր սեփական պարարտանյութի բազա։ Եվ այլևս ուրիշ քիմիական պարարտանյութերից մենք ընդհանրապես չենք օգտվում։ Համայնքային խմբերը կազմված են հիմնականում կանանցից, պատճառն այն է, որ ազնվամորու մշակությունն այնքան էլ դժվար չէ եւ հարմար է կանանց համար, ասում են նրանք։ Ռոռոկման ջուր է հարկավոր, որը որ տոլորտ համայնքը խնդրեմ չունի, մնացածը աշխատանք։ Գարնան սկզբին, ինչ որ ջուղերը մենք հանում ենք, մշակում ենք, այդ մոմենտն է մեզ մի դժվար, որ չորը մաքրում ենք նոր դուսեկարճողներից, նրանք հետո արդեն հեշտ ալնում է, երբ սարքում ենք հարուների նման, և պատրաստում ենք մեր ուզելիքը։ Մեծ մասը կանայք են զբաղվում, որովհետև կանայք են մնացել, շատ ընտանիքի կերակրողները շատը կանայք են մնացել։ Մենք անասնապահությամբ չենք կարող զբաղվել, որովհետև արոտավայրերը շատ հեռու են, արոտավայրեր համարյա գրեթե չունենք, եւ բացի դա էլ հողերն են շատ քիչ, ընտանիքի վարելահողերն են շատ քիչ։ Դրա համար էլ մենք սա կարողանում ենք ինքնուրույն մշակել։ Ազնվամորու վաճառքից գոյացած գումարով նրանք կարողանում են լուծել իրենց կենցաղային խնդիրները։ Մեր համայնքի համար կդառնա, որովհետև մեր հողերը սովետական միությունից մնացած այդ հողերը բոլորը համարյա շատ վատ հողեր են։ Ասենք իրանց կազմության լրիվ անպարարտ հողեր են, էլի։ Դրա համար ասենք, իսկ մալինայի համար ասենք, շատ հարմար են, որպեսզի կարողանանք մալինա տնկել։ Բարենպաստ եղանակն է շատ նպաստում, որպեսզի կարողանանք մալինայի եւ մալինան ասենք կարտոֆիլից ավելի էֆեկտիվ է, կարողան մալինայի ավելի շատ եկամուտ ենք ստանում, քան կարտոֆիլից, կաղամբից կամ մնացած բույսերից։ Դրա համար զբաղվում ենք մալինայի մշակությամբ։ Վաճառում ենք մեր Սիսիանի տատնի գործարանը։
եւ Արցախ է գնում։ Կան հատուկ մարդիկ, որոնք Արցախում տեղեր կետեր ունեն, մեզանից վերցնում են եւ այնտեղ վաճառում են եւ պահանջարկը կա, բավականին կա, տարին տարվա վրա ավելանում է եւ World Vision-ի նախաձեռնությամբ ժողովներն, սեմինարները, ամեն ինչ արվում է, որպեսզի Մալինայի արտադրությունը բավականին շատանա եւ շատանում է։ Հնարավոր է նաեւ դառնա ապրուստի միջոց։ Մենք նոր աստեղծ խումբ ենք, հիմա նոր ենք սկսում աշխատելը, հիմնականում մեր տեղական ազնվավորու տեսակն ենք աճեցնում եւ հետագայում մտածել ենք, որ ավելի բազմատեսակ կանենք մեր արտադրությունը եւ իհարկե ուզում ենք, որ անպայման լինի ապրուստի համար միջոց։ Հիմնական չէ, բայց միջոց անպայման։ Նոր ենք սկսում ենք Մալինայի արտադրություն, դրա համար մեզ մի քիչ պետք է աջակցեն, որ կարանք էլի մենք էլ ասենք հասնենք Աշոտավանին, ավելի մեծ տարածքներ կարողանանք աճեցնել, մենք էլ կարանք իրացնենք այդ Մալինան, որ մենք էլ մի քիչ եկամուտ ունենանք, ավելի շահագրգռված ունենք, սկսենք ավելի մեծ տարածքներ օգտագործենք Մալինա աճացնելու համար։ World Vision Հայաստանի Սյունիքի մարզային գրասենյակի ղեկավար Լենա Կարապետյանը նկատեց, որ ավելի լավ վայր, քան Աշոտավանի MGA Resort հանգստյան գոտին է, փառատոնն անցկացնելու համար դժվար թե գտնեին։ Քանի որ փառատոնը մեծամասշտաբ էինք ուզում կազմակերպեինք, լավագույն տեղը ոնց որ այս տարածաշրջանի գտանք էս ու իրոք շատ հրաշք տեղ է, շատ հարմար մեր նախատեսած մոդելի հետ։ Ազնվամորու մշակության հիմքը դրել են հենց Աշոտավան համայնքում։ Մոտ 2 տարի արդեն, ինչ որ Vision Հայաստան կազմակերպությունը տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում իրականացնում է տեղական արժեշղթաների զարգացումը։ Եվ Սյունիքի համար ընտրվել է ազնվամորու արժեշղթան եւ առաջինը սկսել ենք հենց Աշոտավան համայնքից, որտեղ եւ ձևավորվել են խմբերը արտադրողների։ Այդ պատճառով էլ հիմա արդեն Սյունիքում ունենք բավականին առաջընթաց, մեծ հաջողություններ ազնվամորու հետ կապված եւ փորձում ենք ել ավելի ներգրավել արտադրողներին մեծ շուկա հանելու համար, ներգրավել շուկայի մեջ։ Այդ պատճառով էլ սկսեցինք Աշոտավանից, իհարկե ներգրավել ենք մեր բոլոր համայնքներից, այն է Կապանի եւ Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան, Տոլոր, Սթասիկ, Բնունիս, Եղեգ, Դավիթբեկ եւ Սյունիք համայնքներից ենք ներգրավել մեր արտադրողների խմբերին։ Անցած տարվանից սկսել ենք ծրագիրը, այս տարի արդեն լուրջ արդյունքներ ունենք, սակայն չենք սահմանափակում իհարկե, այս լուրջ արդյունքների հիման վրա նոր խմբեր ենք շարունակում ձևավորել եւ իհարկե մեր աշխատանք եւ հաջողությունները առաջիկայում անպայման ակնկալում ենք եւ սպասում ենք, չենք գոհանում արդեն ունեցածով։ Շարունակում ենք նորից հաջողություններ ունենալ, ձեռք բերել եւ աջակցել տեղական արտադրողներին, որ կարողանան զարգացնել տեղի արժեշղթաները։ Ամեն ինչ, թե մշակումը, թե վաճառքը պետք է իրականացվի համատեղ համագործակցությամբ, այլապես ծրագիրը կձախողվի, ասում է Լենա Կարապետյանը։ Ծրագրի հիմնական բաղադրիչը այն է, որ պիտի աշխատել խմբով։ Եթե խմբից մեկը առանձնանում է, առաջարկում է իր առանձին գինը, նշանակում է մոդելը չի աշխատում այդ համայնքում։ Այդ պատճառով էլ Աշոտավանի համայնքը շատ սերտ համագործակցում է միմյանց հետ, խմբային աշխատանք են անում եւ դրա համար էլ այսօր ունեն այս կարգի մեծամասշտաբ հաջողություններ։ Փառատոնն ուղեկցվեց ժողովրդական երգերաժշտությամբ, ազգային պարերով, Լարա Խաղացնել իր թիմով զվարճացրեց հյուրերին։ Կազմակերպեցին տարատեսակ մրցույթներ ու խաղեր, որոնց արդյունքում եղան հաղթողներ եւ անվանակարգային պարգևատրություններ։ Երեխաները մասնակցեցին նկարչական մրցույթի եւ հատուկ նրանց համար կազմակերպված ժամանցային այլ ծրագրերի։